Անդրադառնում եմ Զելենսկուն այցին։ Այն Զելենսկին է, որ առաջինը շնորհավորեց Ադրբեջանին, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։ Եվ այն Զելենսկին էր, ով սովետական ֆոսֆորային ռումբերի հզոր պաշարը վաճառեց Ադրբեջանին, եւ Ադրբեջանը այդ ֆոսֆորային ռումբերով հարվածեց մեր զինվորներին։ Եվ այսօր Զելենսկին եկել է Հայաստան եւ Նիկոլ Փաշինյանը հակառուսական հայտարարություններ է անում Զելենսկու հետ միասին։ Դիմավորում է Զելենսկուն եւ հակառուսական հայտարարություն անում։ Զելենսկին ընդհանրապես շատ նման է Փաշինյանին, որովհետեւ 48 միլիոն բնակչությամբ երկիրը, տնտեսապես Եվրոպայի ամենահզոր երկրներից մեկը, արդյունաբերական բարձր մակարդակով, գյուղատնտեսությամբ Եվրոպայի պարենային ապրանքների 30% ապահովում էր Ուկրաինան։ Այսօր Ուկրաինայի 18 միլիոն բնակիչ է պակասել Ուկրաինայում 30 միլիոնը, տնտեսությունը եւ գյուղատնտեսությունը ընդհանրապես ոչնչացված են։ Ուկրաինան միայն 150 միլիարդ պաշտոնական վարկ ունի, մուծելու 150 միլիարդ, եթե դրան գումարում ենք նաև 90 միլիարդը, ապա 240 միլիարդ, դա Ուկրաինայի մոտավորապես 10 տարվա, 5 տարվա հնան է, համախառն ներքին արդյունքն է, 5 տարվա, և Ուկրաինան ամբողջովին ավերված է, Ուկրաինայի վերականգնման համար 500 միլիարդ դոլար է պետք, վերականգնելու համար Ուկրաինան, որպեսզի գա մինչև 14 թվականի վիճակը, հասնի 14 թվականի վիճակին։ Դուք պատկերացնում եք դա ինչ հսկական։ Եվ այդ ավերող, իր սեփական երկիրը ավերող հրեական թալանչի կաշառակերը եկել էր Հայաստանը ավերող, Հայաստանը վաճառած Հայաստան թալանչի կաշառակերի հետ միասին մտածում էին երկու երկրների վերջնական ոչնչացման համար։ Եվրոպան ընդունեց բանաձև, մինչև վերջին ուկրաինացին իրենք կկարվեն, որպեսզի այդ ընթացքում կարողանան հզորանալ, եւ Եվրոպան ընդունեց Երևանում ընդունեց նոր մարտահրավեր, մինչև Հայաստանի ավերումը, վերացումը, մարտնչի Հայաստանը Ռուսաստանի դեմ, մինչև իրենք իրենց հարցերը լուծեն եւ այն նվիրեն թուրքերին եւ